Ողջույն բարեկամներ, կրկին ձեզ հետ է խոհարարական նկրտումներ մորաքույր շպրոտի հետ հաղորդաշարը, շատ երկար էր իհարկե անունը, նույնիսկ ես ուզում էի ավելացնել խոհարարական նկրտումներ պլյուս հաղորդաշարը, քանի որ այդ պլյուսը մոդա չէ, iPhone Plus։ Այսօր պատրաստելու ենք չեբուրեկի, սիրելի հայրենակիցներ։ Շատ հեշտ է պատրաստել չեբուրեկի։ Հուսամ միկրոֆոնս նորմալ աշխատում է, ձեզ համար այսօր ես եկել եմ Adidas-ի սպարտիվկով, ամփոփող է մեր հետնամասը, background-ը, քանի որ շատ ջերմ է այդ հայկական վիճակը, որ տեսնում եք ետևում, իրականում կան խոհանոցներ, որ իդեալական մինիմալիստական ոճով են, այսինքն ոչինչ չես տեսնի այդ խոհանոցում, ոչ այնպեսի տպավորություն է, որ տան տիկինը ոչինչ չունի։ Ես սիրում եմ սա ավելի շատ, քան այն իդեալական մաքուր, որ ոչինչ չկա, այն որ պատարագ ես մանգալի չգիտես, որ կնոպկան սխմես, որ պատարագ վերցնես։ Մեզ անհրաժեշտ է մոտավորապես 400 գրամ ալյուր, 200 գրամ երման ջուր, ինչպես ասում էր մեր հարևան Տիկին Ռոզիկը։ Եվ Ռոզիկ Տոտան այնքան գունեղ էր պատմում, թե ինչպես պետք է պատրաստես, ասենք թե չգիտեմ, բակլան։ Եվ եթե նա ուզում էր ասել, որ ջուրը պիտի լինի երման, ինքը անպայման ասում էր բլթա, որ ջուրը բլթա։ Այստեղ ավելացնում ենք մեկ թեյի գթալ աղ։ Այս խմորը առանց դրոժ է, բլթան երման ջուրը։ Հիմա այսօր ես ուզում եմ, որ մի քիչ իմ չեբուրեկիները մի քիչ շատ լինի։ Ալյուրով գործանելուց հետո միշտ բեղեր ես, չէ՞, ունենում։ Էլով է փոքր ժամանակ բեղերով եղել։ Ես չէ, այդքան բեղերով չէի, բայց հիշում եմ, որ 10-րդ դասարանը մինչև 10-րդ դասարան ավարտելը մեր դասարանում կային բեղերով աղջիկներ, ովքեր պերեկից նաշադիր դրեցին դիպուսկնոյի օրը եւ բոլորը կյաշ բեղերով եկել էին։ Լրիվ մահահա վիճակ էր։ Իսկ տղաները առաջի անգամ որ սափրվում էին, ուրեմն ամառային արձակուրդներին բեղերով զագար էին անում, հետո սեպտեմբերին պիտի գային դասի, արդեն մեծ դասարաններում սափրվում էին առաջի անգամ։ Ու երբ որ զագար էին անում, այդ բեղերը չէր թողնում տղաներին, որ այդքան մասը զագար լիներ։ Հետո մեկ էլ տենում էինք մեր դասարանի բոլոր տղաները sense դեմքները զագարով, բայց բեղերի մասը սպիտակ, ով է հիշում։ Ես այս բաները նկատում էի եւ ես ահա որ ռազմոյնիկ աղջիկ եմ եղել, եթե կարելի է համանել աղջիկ, որտեվ այդ տարիքում մենք չգիտեինք աղջիկ ենք, ընդհանրապես մեր ժամանակի երիտասարդները մենք չունեինք սեռական դաստիարակություն, մեր ծնողները մեզ չէին տալիս այդ դաստիարակությունը, ես կարծում եմ նորմալ է, կարաս մեծանաս հետո իմանաս կամ թաքուն ինչ որ գրքեր էին թողնում, որպեսզի այդ գրքերը կարդայինք, հասկանայինք, որ գոյություն ունի սեռական դաստիարակություն, մեր մարմինը սկսում էր փոխվել, ու մենք չէինք հասկանում մեզ հետ ինչա կատարվում, ասենք տղաները այդպես թրաշվում էին, զագարով գալիս էին։ Աղջիկները դիպուսկնոյի օր կյաշ բեղերով ոնց որ բան լինեին, շոտլանդացիներ լինեին։ Հետո էինք էլի կամած իմանում ինչա կատարվում, մի քիչ բերեմ ջուր ավելացնեմ, շատ չոր եղավ խմորը։ Հիմա Ռոզիկ Տոտան տենակ ասի անի ջան, ես ինչ ես անում։ Ունենք այդ ապարատը, որ խմոր ահունցում, թանգու կրակ տվել առել ենք, դրել ենք, այն որտենց բանա չէ, իրան ավելի շատ մեբել ես առնում, քան օգտագործելու համար։ Ընտիր ապարատ ունենք խմոր հունցելու, առը դրել ենք այնտեղ ցելոֆանով, փակել ենք, հանգարց փոշի չնստի։ Էլում տանը տենց լիքը կոմբայններ կան ու չի օգտագործում, ասենք սոկովժի մալկաներ, ընտիր թանգու կրակ առել ես, բայց տարվա մեջ մի անգամ ես աղում, մի տեսակ ցեխ դարավ։ Սիրելի խոհարարներ, այս պահին փակեք ձեր աչքերը։ Փակեք ձեր աչքերը, փակեք ձեր հոգին, չեսի փակել չեսի բացել էր։ Բացեք ձեր դռներ, բացեք ձեր հոգին։ Երկից մենակ այդքանն եմ հիշում։ Սոխը էլի մանր պիտի անեմ, որպեսզի ամուսինս չտեսնի սոխերը։ Իդեպ մսի մեջ էլ ջուր պիտի լցնենք, էլի պիտի լինի կրեմի նման։
Էլում ամուսինը սող չի ուտում, թող ձեռք բարձրացնի։ Պլյուս դրեք երեխեք։ Իդեպ բրոշս չինական է։ Չինական տարազի բրոշ է, հագնում են հարսանիքին չինացի աղջիկները։ Միշտ սոխը անշնորհքի պես լացացնում, առանց հասնելու տրամադրություն ունես չունես։ Դրա համար դիագնոզներով աշխատես սոխի հետ։ Ավելած, վայ, խմորի մեջի ձետն եմ մոռացել։ Մսի մեջ ավելացնում ենք աղ, սև բիբար, ըստ ճաշակի։ Մոտավորապես 1 սուրճի բաժակ ջուր։ Լավ։ Հիմա այս դեթը խրուստալից օղու բաժակով 2.5 ճաշի գտալ։ Լցրեցի մեր խմորի մեջ, հիմա փորձեմ հունցեմ այս խմորը այս ձեթով։ Էլի ես կալոր չեմ կարող բացեմ։ Սի կրուժիվնոյա։ Նախորդը հնգանքի ուներ, սա կրուժիվնոյա։ Հիմա դու էսի սենց եկար։ Սենց մի բան ա եղել ժողովուրդ։ Տապակեմ ես մեկը։ Համով ա։ Ասի, ես մեկը մի քիչ մեծ ա։ Էլի մոռացա օդը հանեմ մեջից։ Չեբուրյոնի, չէ՞։ Ներս վատը չի, նայեք ինչքան սիրուն է։ Ոնց որ թե ստացվեց։ Տեսքն էլ շատ գեղեցիկ է։ Չէ՞։ Ալուր դու ալուր։ Մի հատ հարևան ունեինք, որ բան էր պատմում, այսօր հարևաններից եմ հիշել։ Ասենք Ռազմիկից էր պատմում, ասում էր Ռազմիկը գնաց, բան տենց վերցրեց ես ինչ եսի, ինչը Ռազմիկ դու Ռազմիկ։ Տեսավ, չգիտեմ ընդեղ, գոքորին։ Գոքոր դու գոքոր, վերցնում է ես Ռազմիկին, տանում է Անուշեն ստուն։ Էս Անուշն էլ հոբան Անուշ, դու Անուշ վերցնում է, ում անունը որ տալիս էր, մի հատ անպայման ասում էր, Անուշ դու Անուշ, Ռազմիկ դու Ռազմիկ։ Հիմա ես եմ, ալուր դու ալուր, այդիկ դու այդիկ։ Այդ նամակը, որ դրել ես պալտոյի գրպանը, ու մեջն էլ գրել ես բանալին պալտոյի գրպանն է, ես ինչ եմ իմանալու։ Պատկերացնում եք, նամակը դնես, բանալին դնես պալտոյի ջեպը, գրպանը, ու նամակ գրես, որ բանալները պալտոյի գրպան, այդ նամակն էլ դնես պալտոյի գրպանը, բանալների հետ։ Այդիկ դու այդիկ հիմա դե արի գթի, որ այդ բանալիները պալտոյի գրպանն է։ Գեգեցիկ է, տանանամ տիրեմ տիրեմ, տանինամ տերեմ։ Սիրուն եղավ։ Ջիմի, աչա, Jimmy, acha, दीना क्या दिल हार की यहाँ जल पल छोड़ दे जल पल Jimmy acha Jimmy acha tu I am a disco dancer I am a disco dancer Hare ha, dinare dare ha, arire dare ha. Khatuba, ooh, khatuba. Սիրելի հայրենակիցներ,
3 հատ էստեղ ունենք, երկուսը կերանք։ Թամի, համբերի։ Ահա տեսքը մեր չեբուրեկիների ընտիր համեղ, իրոք շատ համեղ էր։ Այսքանով ուզում եմ եզրափակվենք, կարծում եմ ամեն ինչ պարզ էր, չգիտեմ ուզում եք փորձեք այս բաղադրատոմսով թե ոչ, վատը չէր, բայց եթե չեք վստահում, կարող եք YouTube-ով գտնել ավելի պրոֆեսիոնալ խոհարարների, ովքեր կիսվում են իրենց բաղադրատոմսերով։ Սա իմ տարբերակն էր, շնորհակալություն, որ ինձ հետ էիք։ Սիրում եմ ձեզ շատ, կոմենտների մեջ ակտիվ եղեք, ասեք, որ մասն եք սիրում, որը չեք սիրում, ինչ կուզեք պատրաստենք հետագայում եւ ընդհանրապես արդյոք հաճելի է ձեզ դիտել այս վիդեոները, նմանատիպ վիդեոներ թե ոչ։ Այսօր այսքանը, գնացի, լավ մնացեք։ Bye։ Ահա սիրելիներս, այս տեսքում ունի։ Ահա, սրտիկներ ջան։ Ջինա կյադլ հարիկի, չեբուրյոն չեբուրեկի։ Վարյա խոժակ։ Համբա։ Չաղացեք ինձ հետ։ Սոկոտը, ջրալի է։